Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոյի եւ կրթվելը նորաձև շարժման համատեղ ջանքերով մենք ներկայացնում ենք թողարկումների շարք արհեստական բանականության, դրա անձեռած հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքների, ինչպես նաեւ հնարավոր վտանգների մասին։ Ինչպես նշել էի նախորդ թողարկման ժամանակ, այսօր մենք կխոսենք չաթբոթերից։ Իմ հյուրը մարքետոլոգ Արտակ Հարությունյանն է։ Ողջույն Արտակ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիր մեզ հետ զրուցել։ Միշտ պատրաստ։ Այսօր շատ բիզնեսներ իրենց հաճախորդների հետ շփվում են չաթբոթերի միջոցով։ Դրա համար լավ կլինի իմանալը ինչ է չաթբոթը։ Չաթբոթը ինքնատեղադրված ավտոմատ համակարգ է, որը որ մարքետոլոգները նախապես տեղադրում են որոշակի պայմաններ, որի արդյունքում որ մարդը եթե ինչ-որ խնդիր է ունենում, գրում է եւ պատասխան է ստանում ավտոմատացված։ Ինչպես տարբերել չաթբոթը AI չաթբոթից։ AI չաթբոթը ի տարբերություն սովորական չաթբոթի նախատրամադրված չի, այլ այսպես ասած տրեյնարած սովորացրած է, որի արդյունքում որ կարողանում ենք այնպիսի խնդիրներ լուծել, որոնք որ հնարավոր էր, որ օրինակ մարքետոլոգը չէր մտածել մինչև այդ։ Օրինակ ինչ խնդիրներ։ Օրինակ, չգիտեմ, մարդկանց առաջարկում ես գնում կատարել, իրենք ինչ են անում, գինն են հարցնում, որակն են հարցնում, պայմանն են հարցնում, բայց այդքանն է օրինակ մտածած լինում մարքետոլոգի կողմից, հնարավոր է որ ունենց հարց տան, որը որ տվյալ դեպքում մարքետոլոգը մտածած չլինի, օրինակ, իսկ հնարավոր է այսպիսի բան գնել, բայց օրինակ կոճակները դեղին կամ օրինակ նույն այս վերարկուից գնել, բայց ավելի կարճ։ Օրինակի համար եմ ասում, էլի, բայց ընդհանրապես այդ ամեն ինչը հնարավոր է մարքետոլոգը չի իմանա այդ հարցի պատասխանը, որովհետև շատ հավանական է, որ իսկ AI-ը հնարավոր է իմանա, կանխատեսի եւ որոշակի առումով կարողանա այդ հարցին պատասխանել։ Այսպիսով մարքեթինգի ոլորտում ո՞րն է ավելի արդյունավետ՝ սովորական չաթբոթը թե AI չաթբոթը։ Իրականում տենց որն է ավելի արդյունավետ տարբերություն չկա, որովհետև այդ հարցը կարելի ասել մի քիչ արհեստական է, որովհետև ինքը շատ նման են հարցին Apple թե Samsung, որովհետև տեղ կա որ ամեն սարքը կամ ամեն գործիքը շատ ավելի օպտիմալ եւ ավելի լավ է աշխատում, հա, տվյալ դեպքում ուղիղ կախված է մեր առաջ դրած խնդիրներից որպես մարքետոլոգ։ Իսկ ինչ թրենդային չաթբոթեր կան, օրինակ հենց մարքեթինգի ոլորտում, ձայնային բոթեր, հումորային բոթեր։ Չէ, շատ կան, տարբեր կան, իրականում հիմա մարքեթինգում ավելի շատ օգտագործվում է վիզուալ կոնտենտ ստեղծող գործիքները, նույն Google-ի VO3-ը իր նոր թարմացումներով շատ օգտագործվում է հատկապես MPC գործիքները, որոնք հենց պրոմպտեր են ստեղծում այլ սենց ասած AI գործիքների համար եւ հիմա շատ տարածված է օրինակ Haxfield-ը, որը որ ընդհանուր այսպես ասած generative AI-ների ընտանիք է, որտեղ որ հավաքված են բոլոր տիպի մոդելները եւ մի ընդհանուր ինտերֆեյսից հնարավոր է կառավարել, հա։ Մեր օրերում դժվար է պատկերացնել շատ ոլորտներ առանց չաթբոթերի։ Ավելի դժվար է պատկերացնել, որ դրա ծնունդը նախորդ դարի կեսերից էր։ Քչերը գիտեն, թե ինչպես սկսվեց չաթբոթերի պատմությունը։ Մեկնարկը 1960-ականներին էր։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայտնի MIT գիտնական Ջոզեֆ Վեյզենբաումը ստեղծեց Էլիզա անունով ծրագիրը՝ զրուցելու մարդկանց հետ։ Էլիզան նախատեսված էր հոգեբանական թեստերի համար, պարզելու թե ինչպես են մարդիկ արձագանքում մեքենային։ Հետաքրքիր է, որ մարդիկ հաճախ կարծում էին, թե իրական հոգեբանի հետ են խոսում։ Չնայած Էլիզան ընդհանրապես կրկնում էր զրուցակցի բառերը, նախապես սահմանված կանոնների համաձայն։ 1980-ականներին ծնվեցին ավելի բարդ, կրկին կանոնների վրա հիմնված չաթբոթեր, որոնք կարող են պատասխանել հաճախորդների հարցերին նախապես գրված սցենարների համաձայն։
բայց այդ ժամանակ էլ դրանք դեռ չէին կարողանում մտածել կամ հասկանալ համատեքստը։ 2000-ականների վերջում եւ հատկապես նախորդ տասնամյակում աստիճանաբար առաջ եկան AI chatbot-երը։ Նրանք այլևս կարող են վերլուծել տեքստը, հասկանալ համատեքստը, անձնավորել շփումը եւ նույնիսկ սովորել։ Այսօր AI chatbot-երը ոչ միայն օգնում են հաճախորդներին, այլև դառնում են բրենդի ձայնը, ինտերակտիվ գործընկեր ստեղծելով նոր մակարդակի շփում մարդկանց հետ։ Մենք լսեցինք chatbot-երի պատմությունը, հասկացանք, որ chatbot-երը կարող են նաև սխալվել։ Եվ սխալվելը կարծում եմ կարող է վատ անդրադառնալ բրենդի հեղինակության վրա։ Ձեր կարծիքով ինչպես կարելի է վերահսկել այդ ամենը։ Տեխնիկապես վերահսկել լինում է հետևյալ սկզբունքով, եթե նույն այդ chatbot-երի հետ սկսում ես աշխատել, մի կարևոր բան պետք է հաշվի առնել այդ ձեր նշած ռիսկը եւ երկրորդը տեխնիկապես վերահսկելու մի քանի սահմանափակումներ կան, մասնավորապես նույն բոտին պատասխաններ, արձագանքներ եւ արդյունքներ տալուց որոշակի սահմանափակումներ անել։ Իհարկե հնարավոր է ինչ-որ այսպես ասած բացառիկ դեպքեր, երբ որ որոշակի ինչ-որ խնդիրներ են լինում եւ այդ խնդիրները շատ արագ փորձում են լուծվել եւ այլն, բայց հիմնականում այդ խնդիրները շատ արագ են փակվում եւ տենց շատ մեծ տարածում չի ունենում նեգատիվ кейսերը, բայց լինում են, հա, ու դրանից խուսափել չեն կարող։ Կարող եք մատնանշել հստակ դեպքեր։ Դե հստակ դեպքեր, օրինակ, երբ որ կոնկրետ ChatGPT-ին ինչ-որ հարց է տալիս եւ ինքը ասում է դա օրինակ privacy կամ անձնական տվյալները չեմ կարող հրապարակել, բայց այլ կերպ ես այդ հարցը տալիս, այդ հարցը ձևակերպում, ասում ես, եթե դու այս ինչ մարդը լինեիր, ապա ոնց կանեիր, ու ինքը այդ հարցին պատասխանում է։ Հիմա արդեն սովորել են բոտերը հարցին մոտենալ քննադատական մտածողությամբ եւ ըստ էության կարողանում են նաեւ որոշակի կերպով նման տիպի զարտուղի հարցերը սահմանափակել։ Այսօր շատ ընկերություններ մարքեթինգային նպատակներից ելնելով սկսել են ստեղծել իրենց փոդքասթը։ Մենք կարող ենք այս պահին ստեղծել մեր փոդքասթը։ Իրականում հենց այսօր այդ էինք պատրաստել, ինչպես կարելի է հայերեն լեզվով փոդքասթ ստեղծել արագ, հեշտ եւ կարելի ասել հաշված րոպեների ընթացքում, հա։ Անենք։ Այո։ Ուրեմն այստեղ տեսնում եք Google-ի Notebook LM հարթակը, որը Google-ի պլատֆորմաներից է եւ ինքը շատ հեշտ մշակում է տարբեր արտաքին ինֆորմացիա։ Ես նախապես փորձարկումներ եմ արել եւ մի քանի գործիքներ ստացել։ Հիմա ես վերցնում եմ ինչ որ մի տեսանյութ, օրինակ Étienne Klein-ի ինքը ֆրանսիացի արվեստաբան է, արվեստի գիտնական է եւ իր տեսանյութերից մեկը ֆրանսերեն լեզվով։ Ես ֆրանսերեն չեմ հասկանում, բայց եկեք ինչ անենք։ Ես այս տեսանյութը YouTube-ից միանգամից ներմուծում եմ Notebook LM եւ հարթակը մշակում է եւ մտային փորձեր եւ գիտության զարգացումը, վերնագիրը սա է։ Ես ինձ տալիս է փոքրիկ, ասենց ասած, intro, այս աղբյուրը Force Culture-ալիքից է, արտագրությունն է, քննարկում ենք ինչպես մտավոր փորձերը կարևոր դեր խաղացին գիտության զարգացման գործով, հատկապես ֆիզիկայի ոլորտում եւ բանախոսը պատմում է, հա։ Ես հիմա փորձում եմ աշխատել այս բովանդակության հետ, ինձ հայերեն լեզվով տվել է այս 11 րոպեանոց YouTube տեսանյութի կարճ, ասենց ասած, ձևակերպում։ Ես հիմա փորձեմ իր հետ աշխատել, ուրեմն դուր ինձ այս տեսանյութի ամբողջական նկարագրությունը պատմողական ոճում առանց հորինելու, սա կարևոր է, որովհետև շատ ժամանակ ինչ-որ բաներ ինքը իր կողմից ավելացվում է, բոլոր մանրուքներով
Եվ ես գալսիտուր ինձ այս տեսանյութի ամբողջական նկարությունը պատմական ոճում առանց օրինելու բոլոր մանրուքներով, պրոֆեսիոնալ, բայց հասկանալի հայերենով։ Համակարգը աշխատելուց հետո ես տեսնում եմ, որ ինքը ինձ արտածեց եւ շարունակում արտածել բովանդակությունը, երբ որ ամբողջականացնի, ես նույնիսկ չեմ էլ կարդալու, ես ունեմ ստուդիոյի գործիքները եւ նախ ամենաառաջինը ես կարող եմ իրան ստանալ mind map ֆորմատով, այսինքն տեսնել թե ինչպես է ձևավորվում տվյալ տեսանյութի բաշխվածությունը ըստ կետերի եւ որ կետի մեջ ինչ կետ է մտնում, այսինքն իր ստրուկտուրան տվյալ բովանդակության եւ հիմա ավարտվել է իմ մոտ, ես արտածեմ իրան mind map սկզբունքով եւ տամ audio overview։ Հիմա համակարգը կաշխատի եւ 2-3 րոպեվա ընթացքում ինձ տալու է բովանդակությունը audio տարբերակով հայերեն եւ տվյալ բովանդակության ամբողջական ստրուկտուրան հենց mind map ֆորմատով Եվ մինչև այս կաշխատի ես ուզում եմ ցույց տալ նաև մյուս կողմը, mind map-ը արդեն պատրաստ է իդեպ։ Եվ տեսնում ենք, որ ինքը արդեն ըստ իր բաշխվածության նաև ունի տարբեր ծավալները։ Եվ տեսնում ենք, որ ամեն տեղ մեր տվյալ բովանդակությունը ինչքան ճյուղավոր է եւ ինչքան տարբեր միջավայրեր կան այս նույն բովանդակության մեջ իսկապես շատ է 10 րոպեանոց տեսանյութում իսկապես բավականաչափ շատ է նշանակում է որ այդ 10 րոպեանոց տեսանյութը ֆրանսերեն լեզվով, որը որ ես իդեպ չեմ հասկանում, գիտական առումով շատ մեծ խտանյութ ունի իր մեջ, այդ նշանակում է, որ նաև որոշակի հետաքրքրություն կարող է ներկայացնի։ Ես ստացա, այստեղ վերևն էլ ունենք բաց թողած հատված։ Եվ այս ամբողջական mind map-ը, ասենց ասած, ինտելեկտ քարտեզը կարող ենք ներբեռնել եւ ունենալ մեր համակարգչում, հեսա։ Սա ստացանք, հիմա հասկանանք ուր հասավ մեր Audio-ն դեռ գեներացնում է, ինքը մի քիչ կարող է երկար տևի, դրա փոխարեն ես ասեմ ինչ եմ արել նախապես, գոյություն ունեն podcast սերվերներ, որտեղ որ սովորաբար podcast-ները տեղադրվում է եւ տենց որոշակի podcast սերվեր եմ բացել եւ այդ podcast սերվերը կարգավորումներն արել եմ, իրան միացրել եմ, կցել եմ նաեւ podcast-ային տարբեր հարթակներին, օրինակ Apple Podcast-ին եւ այս պահին ես օրինակ ունեմ իմ Apple Podcast-ում 22 ունկնդրություն, որոնք որ էլի արհեստական, ամբողջովին արհեստական բանականությամբ տենց տեղադրել եմ, օրինակ եւ ինքը կոչվում է AI Minds by Արտակ Հարությունյան, ամբողջովին AI-ով ձևավորված եւ podcast-ի նկարն է AI-ով եւ նկարագրությունն է AI-ով եւ կոնտենտը, որը որ ստացել եմ, ինքը նույնպես AI-ով է։ Եվ օրինակ նախորդ podcast-ներից մի հատը կարող եմ հիմա միացնել եւ իրական ժամանակում լսեք։ Բարի գալուստ, այսօր մենք խորամուխ ենք լինելու մի շատ հետաքրքիր նյութի մեջ։ Սա Սեմ Ալտմանի OpenAI-ի տնօրենի հարցազրույցն է Cleo Abramյալիքում։
Սեմ Ալտմանը մոտ 1 ամիս առաջ հարցազրույց էր տվել Քլեո Աբրամսին, podcast-ին հյուր էր գնացել եւ հարցազրույց էր տվել, 1 ժամ 15 րոպեանոց տեսանյութ էր, անկեղծ լինեմ, ալարեցի այդ ամբողջը նայեմ, գցեցի, այսպես աուդիո սարքեցի եւ երեկոյան մեքենայով տուն գնալուց միացրեցի եւ 10-12 րոպեում, կոնկրետես արդեն 6 րոպեում, սենց ասած սեղմագիրը լսեցի, որտեղ որ այս ձայնով աուդիոն ներկայացնում էր այդ podcast-ը եւ հիմա դեռ շարունակում է աշխատել եւ ինչն է այստեղ հետաքրքիրը, որ Notebook MLM-ը, որը որ ստեղծում է նման տիպի podcast-ներ, ինքը նաեւ հետաքրքիր սենց ասած feature ունի իր մեջ, որտեղ մենք նոր լսեցինք, ես հիմա պաուզա տվեցի, բայց հիմա ուզում եմ շարունակությունը միացնեմ եւ պարզապես շարունակությունը լսեք։ Մենք վերցրել ենք տեքստային տարբերակը, ու մեր նպատակն է հանել հիմնական մտքերը GPT-5-ի, AB-ի ապագայի ու հասարակական հետևանքների մասին, հենց ձեզ համար։ Այո, ու կարևոր է համատեքստը հասկանալ։ Խոսակցական podcast։ Այս ամենը նայեք տեղի է ունենում աներևակայելի արագությամբ։ GPT-4-ը, որը բոլորիս զարմացրել էր, հիշում եք, հիմա Ալտմանն ասում է, դա արդեն ամենահիմար մոդելն է, որ այսուհետ կօգտագործենք։ Որովհետև GPT-5-ն արդեն այստեղ է։ Հենց այդպես։ Ու մենք ըստ էության այսինքն պատկերացնում եք, չէ, այս առանց մարդու մասնակցության, առանց նույնիսկ ձայն գրելու ինքը իրան արհեստականորեն ստեղծված AI-ի միջոցով ստեղծված podcast է, լրիվ ամբողջական։ Ու ինքը մոտ մի շաբաթ 10 օր առաջ տեղադրել եմ 20 նույնիսկ մի հատ պրոմո չեմ արել ոչ մի այս առաջի անգամ որ սրա մասին ինչ որ միտեղ հանրային ասում եմ եւ ինքը 22 ունկնդրություն արդեն ունի Apple Podcast-ի իմ AI Minds by արտակառուցության Որքան որ օգնում է AI-ը, այնքան էլ կարծես թե խանգարում է, որովհետեւ մարդկային գործոնը լրիվ նվազում է։ Դե ամեն դեպքում սենց ասեմ, ինքը այդքան էլ հեշտ չի, մի քանի տարբեր պատճառներով, որովհետև նույն այդ Notebook LM-ը ես դրանից առաջ նախապես իր հետ աշխատել եմ, preset եմ արել, նախա կարգավորումներ եմ տվել, օրինակ որպեսզի ինքը output-ը վերջնական ձայնը տա հայերեն լեզվով, հետո հիմա ես ինչ որ ցույց տվեցի, այս ցույց եմ տվել շատ ավելի արագ, շատ ավելի կարճ, ավելի օրինակ 1.5 ժամանոց տեսանյութից, ասենց ասած, այն ամենայուղոտ, ամենամսալի կետերը ստեղծելու համար, որը որ 6 րոպեանոց աուդիո կարա դառնա, շատ ավելի երկար ես աշխատում, շատ ավելի հիմնավոր ես փորձում գտնել իր ուղղությունները, այսինքն զուտ տեխնիկապես իրան որոշակի նախնական պատրաստվածություն ամեն դեպքում պահանջվում է օգնելու առումով այդ առումով խանգարելու առումով զուտ տեխնիկապես ստեղ նաև ինքը արագացնում է process-ները, բայց մտածելու եւ սենց ասած նոր բան ստեղծելու ձգտումը սկսում է նվազել հատկապես մի քիչ ծույլ մարդկանց մոտ, ինչպիսին օրինակ ես եմ ու այդ դեպքում տենց ինքը խնդիր է առաջանում, որովհետեւ սկսում ես գործիքակազմին շատ բան վստահել եւ շատ բան տալ, ամեն դեպքում արագացնում է, դեռ արագացնում է եւ դեռ չեմ կարող ասել, որ ինքը ինձ տենց շատ խանգարում է ուրիշն կարող է խանգարի, բայց ինձ դեռ չէ, դեռ ինձ օգնում է, ավելին ասեմ, մոտավոր հաշվարկներով 8-ից 10 անգամ իմ աշխատունակությունը բարձրացել է, այսինքն նույն միավոր ժամանակում ես իմ աշխատանքի մեջ 8-ից 10 անգամ ավելի շատ աշխատանք եմ կարողանում անել AI գործիքների, ասենց ասած, համակցված օգտագործմամբ։ Նշեցիք, որ ծույլ մարդ եք, իսկ չեք կարծում, որ հնարավոր է այդ ծույլությունը ավելի խորանա։ Վախացնելու կամ ասենց ասած խանգարելու գործոններից մեկն էլ հենց այդ է։ Դրա համար որոշակի տենց իմ համար գոլեր եմ դրել, նպատակներ եմ դրել, որոնք որ հաղթահարելու համար ստիպված պետք է ես դուրս գամ իմ կոմֆորտ գոտուց, որպեսզի այդ խնդիրը չառաջանա։ Ինչպիսին եք տեսնում AI եւ մարքեթինգ հարաբերությունները 50 տարի անց։ Չեմ կարող ասել, տենց մի քիչ շատ ուտոպիստական պատասխան կլինի, բայց որ իրանք տենց լավ հետաքրքիր զույգ կլինեն, իմ կարծիքով այդ միանշանակ է։ Շնորհակալ եմ նման ինֆորմատիվ զրույցի համար։
Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը մարքետոլոգ Արտակ Հարությունյանն էր։ Մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձևե շարժումն է, որը նպատակ ունի խթանել մշտապես կրթվելու ցանկությունը եւ բացահայտել ինքնազարգացման նոր հնարավորություններ։ Իսկ տաղավարում ձեզ համար աշխատեց Մարիամ Հարությունյանը։ Կհանդիպենք մյուս շաբաթ։